Երևանը մառախուղի, ծխի, թե փոշու մեջ է հայտնվել։ Վիշկան օրինակ, Ծիլիբաշնյան, դա չի երևում։ Առավոտյան ժամերին չի երևում, ինքը ամբողջությամբ մշուշի մեջ է։ 18-րդը դա մեր կենտրոնի Գրիգոր Լուսավորի Ճակատանգեղոս Խաչմերուկի դիտականն է, որտեղ շատ գրեթե բոլոր օրերին ամսվա ունենում են գերազանցումներ, բացառությամբ մի քանի օրերին։ Վերջին օրերին Երևանը հայտնվել է ճերմակ ծածկույթի տակ։ Շատերը բողոքում են, որ օդը կեղտոտ է եւ շրջում են դիմակներով, մասնագետները վստահեցնում, որ սա դեռ այդքան էլ վատ չէ։ Լավ կլինի քաղաքապետարանը կամ կառավարությունը մտածի գոնե շաբաթը մի անգամ, օրինակ կիրակի օրերը առաջարկի, չգիտեմ, բեռնաթափել քաղաքը, ընդհանրապես մեքենաները չթողի կենտրոն։ Օդի կեղտոտությունը որտեղից է գալի, մեքենաների քանակից է, շինարարության աղբն է, այրում ենք, աղբա այրում ենք, մենք աղբա այրում ենք, դրանից էլ sense բաներ արվում։ Որ աղտոտվածություն կա, դրանում ոչ մի խոսք։ Խոսում ենք, որ Նուբարաշենյակը կեղտոտեցին, ստեղ օդը աղտոտվեց, այս շենքերի փոշիները այսքան բնությունը քանդեցին, շենքերը վերանորոգեցին, սաղսել հասկանում ենք, բայց այդպես չի կարելի շատ բացասական վերաբերվել։ Շատ բացասական պետք չէ տրամադրվել, սակայն քաղաքային իշխանություններն ընդունում են, Երևանում օդի որակն ակնհայտորեն վատացել է։ Քաղաքապետ Ավինյանը սակայն պնդում է դրան նպաստող պատճառներից մեկը ջեռուցման սեզոնն է, մարզերում չդադարող հրդեհները։ Իսկ ինչ պատկեր է ստացվում Հայհիդրոմետում, պատմում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը։ Ինչպես գիտեք, վերջին օրերին ունեինք սառը օդի լճացում, որով պայմանավորված աղտոտիչների կուտակում կար օդում եւ ունեինք բարձր կոնցենտրացիաներ, մասնավորապես փոշու մասով մինչեւ 4 անգամ գերազանցում ենք ունեցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից։ Սակայն դեկտեմբերի 1-ից սկսած, քանի որ հանրապետության տարածքը գտնվում է ցածր ճնշման ազդեցության գոտում, թույլ արտահայտված, դրանով պայմանավորված մի փոքր օդային զանգվածների տեղաշարժ է արդեն տեղի ունեցել եւ լճացումը մի փոքր մեղմվել է, սակայն ամբողջությամբ չի վերացել։ Տեղումների արդյունքում ունենք փոշու կոնցենտրացիայի նվազում գրեթե բոլոր ստացիոնար դիտականներում։ Միայն կենտրոն վարչական շրջանում է, որ դեկտեմբերի 2-ին ունեցել են գերազանցում սահմանային թույլատրելի արժեքից ընդամենը 1.1 անգամ։ Ամեն օր հենց այստեղ է Հայաստանի տարբեր շրջաններից բերված նմուշների արդյունքում որոշվում օդում աղտոտիչների պարունակությունը։ Դիտակայանից վերցված օդի ֆիլտրերն անցնելով նմուշարման, լաբորատոր անալիզների եւ տվյալների մուտքագրման փուլերով տալիս են օդում առկա աղտոտիչների կոնցենտրացիան, որը խոսուն արդյունք է դրա դեմ պայքարելու համար։ Սակայն կառավարությունը, քաղաքային իշխանությունները սլաքները կրկին հասարակության կողմն են թեքում, օրինակ չորացած խոտն այրելու համար տուգանում, այնինչ օդի աղտոտվածության դեմ հստակ պայքար որևէ ակնհայտ կերպով չի մղվում։ Օդի աղտոտվածության աղբյուրները, այսպես ասած, շատ տարբեր են եւ այո, տերևների այրումը բավականին վտանգավոր է, որովհետեւ այրումից մթնոլորտային օդ են արտանետվում բազմապիսի աղտոտիչներ, թունավոր գազեր, որոնք նույնիսկ քաղցկեղածին կարող են լինել։ Այսինքն օդի աղտոտվածության բաղադրությունը գիտենք, փոշու առկայությունն ու խտությունը փաստացի է, սակայն քաղաքային իշխանություններն անգամ մեկ հաղորդագրությամբ Երևանցուն չեն զգուշացնում, անգամ օդի որակի մասին։ Իսկ ինչ են պնդում Հայհիդրոմետում։ Արդյոք սա աղետալի իրավիճակ է, թե ոչ։ Մենք Հայաստանի Հանրապետությունում դեռևս չենք ունեցել վտանգավոր եւ արտակարգ իրավիճակ օդի աղտոտվածության եւ մեր ցուցանիշները, որոնք գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, եղել են մինչեւ 4, 6, 8 անգամ ամենաշատը։ Իսկ դա արդեն անբարենպաստ օդի որակն է եւ ոչ թե արտակարգ կամ վտանգավոր։ Երևանի կենտրոն վարչական շրջանում աղտոտվածություն նկատվել է ամսվա գրեթե բոլոր օրերին, իսկ մարզերում պատկերը կարծես թե հակառակն է։ Հիմնական խոշոր քաղաքներում, Ալավերդի, Վանաձոր, Գյումրի քաղաքում էլի ունենում ենք փոշու մասով գերազանցումներ սահմանային թույլատրելի արժեքից եւ Արարատ, Հրազդան քաղաքներում եւս էլի փոշու մասով ունենում ենք գերազանցումներ եւ քաղաքներից ամենամաքուրը Ծաղկաձորն է համեմատած մեր դիտարկումների համաձայն։ Մարդկանց մոտ խուճապ է, սակայն ոչ վտանգավոր կամ արտակարգ իրավիճակ չունենք, դեռևս ունենում ենք անբարենպաստ օդի որակ, այն էլ որոշակի օրերին ոչ ամեն օր։ Մայրաքաղաք Երևանում բնակվում է Հայաստանի մշտական բնակչության գրեթե կեսը՝ 1.143.000 բնակիչ։ Այս իրավիճակում քաղաքային իշխանությունները, կորցնելով քաղաքի կառավարումը, օդի աղտոտվածության մեջ մեղադրում են տերևի փոքրիկ կույտ այրողներին։